Կարևոր է, որ մենք կարողանանք քաղաքական թեմաներով խոսել առանց մտածելու։ Նախապաների նկատմամբ ամենօրյա ռեժիմով իրենց համայնքներում նարատիվներ են ստեղծում եւ տարածվում եւ ժամանակը ցույց է տվել նաեւ թե ինչպես հավատում են, որ ամեն ընտրությունը իրոք մարդկանց մի քիչ հասունացնում է այդ իմաստով։ Անկամ եթե ինքը Բարև ձեզ սիրելի համայնքաբնակ քաղաքացիներ, մենք շարունակում ենք, մնալ կանաչ ուղեգծի մեջ եւ սկսում ենք ոդքասթերի մեր հաջորդ շարքը, որը որ նվիրված է լինելու Հայաստանում այս նախընտրական, շրջանում ավելի շատ, թե ինչ կեղծ նարատիվներ կան, որոնք տարածվում են համայնքում, խոսույթներ կան եւ ընդհանրապես ինչ երևույթներ են Եվ կարծում ենք, ինչ երևույթներ են տարածված եւ կարծում ենք, որ հենց բնապահպանական համայնքը այստեղ եւս մեծ ասելիքներ եւ միգուցե նաեւ անելիքներ ունի եւ այս ոդքասթերի շարքը ինքը ունի հստակ անվանում դա ժողովրդավարության կանաչ ահազանգն է իհարկե տեղայնացված ենք խոսելու ենք կոնկրետ համայնքներից այսինքն կոնկրետ Հայաստանում թե որ համայնքում ինչ տրամադրություններ կան այս շրջանում եւ դրա համար խոսքս փոխանցեմ իմ գործընկերոջը Հայկին, Հայկ։ Ես մի քիչ ավելի բացեմ, թե ինչի ենք մենք կարծում, որ հենց բնապահպանական համայնքը շատ անելիք ունի այստեղ նախընտրական շրջանում, որովհետեւ տարիներ շարունակ մեր աշխատանքի ընթացքում մենք տեսնում ենք, որ հատկապես հենց բնապահպան ակտիվիստներն են բախվում այնպիսի խոչընդոտների հանրային մասնակցության տեսանկյունից, որը որ շատ ավելի սրվում է հենց նախընտրական շրջանում։ Խոսքը գնում է վարչական լծակների կիրառման կամ տարբեր բիզնես ընկերությունների կողմից ակտիվ քաղաքացիների ճնշման, ուղղորդման դեպքերին, որին ամենահաճախ են բախվում են էկոակտիվիստները ու մեր ցանցը կանաչ խորհուրդների դաշնությունը չէր կարող պարզապես այդ փորձը անտեսել ու անմասն մնալ այս կարևոր նախընտրական process-ներից, հենց հանրային մասնակցությունը ապահովելու տեսանկյունից մեր մեծ կարևոր դերն ենք տեսնում, որ պետք է խաղա։ Եվ ամենակարևորը, չէ, բնապահպանական համայնքը կամ բնապահպանական շարժումները Հայաստանում միշտ եղել են թե ժողովրդավարությունը խթանող, այսինքն հանրություն, հանրույթ, եւ թե ժողովրդավարությունը պաշտպանող հանրույթ։ Եվ այստեղ այո, մեր անելիքները կրապատվում են։ Այդ հանրույթը այս պահին մեր ցանցի անդամները տարբեր համայնքներում ունենում են շատ տարբեր քննարկումներ, զրույցներ, հանդիպումներ, որտեղ որ փորձում են հասկանալ, ինչպես նշեցի, տարբեր համայնքներում ինչ տրամադրություններ կան, ինչ խնդիրներ կան նախընտրական գործընթացներում եւ շարքը հենց նվիրված է դրան ու մենք այսօր խոսելու ենք մեր Լոռու մարզի ցանցի անդամների հետ, Հերմինեի եւ Հուսիկի հետ շատ շնորհակալ ենք, որ այստեղ եք։ Մասնավորապես Ստեփանավան, Ստեփանավան, Լոռիբերդ, Գյուլաքարակ, ժողովուրդ, շատ մերսի նախ, որ արդեն պատրաստ եք կիսվել ձեր տպավորություններով, փորձառություններով, այս շարքը նաև համ հնարավորություն է ուղիղ զրույցի այդ մեր նշված համայնքի բնակիչների հետ, համ էլ շանս է ընդհանրապես մեր լսարանի համար ծանոթանալու մեր տարբեր համայնքների առանձնահատկություններին ու մի փոքր ավելի լավ պատկերացնել, թե քաղաքացիական մասնակցության տեսանկյունից մարդիկ ինչ մարտահրավերների են բախվում։ Այնպես որ երևի սկզբից կուզենամ սկսենք մի քիչ պատմեք ձեր համայնքների առանձնահատկության մասին, ինչով են զբաղվում, ինչից են խոսում Ստեփանավանում, Գյուլաքարակում, Լոռիբերդում, ինչն է հուզում մարդկանց ընդհանրապես այս համայնքներում։ Շատ լավ։ Դե ինձ թվում է ամենքն էլ գիտեն, որ Ստեփանավանն ավելի շատ իր տուրիստական նշանակությամբ է Հայաստանում հայտնի։ Նախկին տուրբազան շատերը հիշում են Ստեփանավանի Ցավոք վերջին տարիներին իր տուրիստական նշանակությունը կորցրեց համայնքը, բայց ուրախալին այն է, որ վերականգնվում է եւ գիտենք, որ Գյուլաքարակում կա Սոճուտ դենդրոպարկը հայտնի, շատ այցելվող վայր։ Երբեք աչքի չի ընկել Ստեփանավանը իր այդպես խոշոր բիզնեսի առումով մեծ արդյունաբերական ձեռնարկություններով եւ այլն, եւ հիմնականում այո, այդպես, բայց նաեւ բնապահպանական խնդիրներ են ժամանակ առ ժամանակի հայտ եկել, շատ մեծ, երբ որ Արմանիսում ոսկու հանքը շահագործվեց, բայց շահագործում էր գնում եւ այդտեղ աղտոտում եւ այլն, մարդկանց անհանգստացնող մեծ խնդիր
Հիմա նախկին Ստեփանավանի շրջանը, այսպես ասած, 3 խոշորացված համայնքների մեջ է ինքը եւ Կարծեմ, բայց պիտի սկսեն միավորել, չէ՞, ոնց որ այո, օրենքի հիմա միավորելու մեկ համայնքի կա նախագիծը, որ այդ եւս մի խոշորացում տեղի ունենա եւ վերականգնվի նախկին այդ շրջանային ամբողջ բնակավայրերը Ստեփանավանի շրջանի մեկ խոշոր Ստեփանավան համայնքի մեջ։ Սա էլի Միչայլոս մարդկանց ահագին հուզող հետաքրքրող հարց է, որովհետև շատ մեծ դիմադրություն կար այն սկզբնական խոշորացման ժամանակ, հիմա էլ այդպես եւ գիտենք, որ այս ընտրությունների նախաշեմին ամեն հարց, ամեն մի փոքր ու մեծ հարց էլ ավելի է այսպես մեծանում, մարդիկ ամեն ինչ բերում, մի ձևով կապում են ընտրությունների հետ։ Ուղղակի այդ շատ կարևոր մաս է այդ Ստեփանավանի խոշորացումը, բայց կհիշես Հուսիկ, երբ թե ես ու դու այդ process-ներին ամենչապես ականատես ենք եղել, երբ որ այն ժամանակ էր խոշորացվում Գյուլաքարակ, Ստեփանավան, այն ժամանակ բոլորը, այդ թվում ասենք, չգիտեմ, նախկին համայնքապետերը կամ ներկայիս համայնքապետերը, այն ժամանակ էլ էին դեմ խոշորացմանը, հետո երբ որ խոշորացավ, սկսեցին ասել, այս ինչ լավ բան է, համայնքները կարողանում ենք զարգացնել, այսինքն կարող ենք համարել, որ միգուցե հիմա էլ նույնը տեղ ունենա, երբ որ խոշորանա, նորից սկսեն գոհ լինել, էլի։ Հուսով եմ, հույս եմ, որ այդպես էլ կլինի։ Ես առաջին ձերքի ինֆորմացիա կարող եմ տալ Միչայլոց այս իմաստով, երբ որ առաջին խոշորացումը գնում էր, ես շատ էի ուզում process-ի ոչ միայն դիտարկողը լինել, այլ ներսից եւ առաջադրվեցի ավականու անդամ։ Ժամանակ մեծամասնական էր։ Մեծամասնականով էր, այո, Լորիբերտ խոշորացված համայնքում ես առաջադրվեցի ավականու անդամ եւ 2017-ից 22-ը եղա ավականու անդամ եւ ճիշտ ասած, այո, ուրախությամբ էլ հետևում էի, ինչպես օրինակ համայնքի ղեկավարությունը ներկայացնում էր ձեռքբերումները նաև այդ պրիզմայից, որ այժմ համայնքը ունի որոշակի, լրացուցիչ ռեսուրս, բյուջե, ինչ համայնքային խնդիրները հենց դրա արդյունքում են լուծվել եւ այդ փոշիացող միջոցները ոնց որ եկել մեկտեղվել են եւ լավ գործեր են արվել։ Հերմինե, ինչ որ բաներ կավելացնես մեր համայնքների հետ կապված դու ապրելով այնտեղ Ինչի ենք մենք այս պահը շեշտում, որովհետև շատ կարևոր է, իսկ մենք շատերս ենք էլի նկատում, հատկապես նախընտրական շրջանում այս քաղաքական խոսույթը հաճախ բևեռացված է ու բևեռացված է շատ ավելի մեծ հարցերի շուրջ, ու այն հողի վրա կարևոր հիմնախնդիրները մարդկանց կյանքին առնչվող իրանց միջավայրին, առողջությանը, իրանց բարեկեցությանը առնչվող հարցերը հաճախ դուրս են մնում։ Դրա համար մտածում եմ լավ կլինի, որ սկզբից մի քիչ այդ պատկերը տանք, թե ինչ հարցեր են հիմնականում մարդկանց ուզում։ Ստեփանավան խոշորացված համայնքը ընդհանուր առմամբ եւ Գյուլաքարակ եւ Լորիբերտ համայնքը ինքը շատ գեղեցիկ է, ունի туриզմի զարգացման համար բոլոր նախադրյալները, բայց ցավոք գործում է սեզոնայնությամբ, այսինքն մի կարճ ժամանակահատված է լինում եւ համայնքը այսպես նորից մնում է յետին պլանում, երբ որ туриզմի սեզոնը չէ, այսինքն այդ փոշոտման սեզոնը չէ։ Եվ համայնքում շատ մեծ խնդիր է գործազրկությունը։ Այն սեզոնը, որ туриզմի սեզոն չէ, գործազրկությունը մեծ մաս է կազմում։ Այսինքն մարդիկ ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի, այդ համատեքստում եւս համայնքում շատ մեծ խնդիր է այդ արտագնա աշխատանքի մեկնելը եւս կապում են ընտրությունների հետ, այդ մասն էլ էլի կապված է ընտրությունների հետ, որովհետեւ ազդեցությունները Ռուսաստանից այս ընտրությունների վրա մեծ է լինելու։ Այս շատ լավ բան նշեցի, որից կարող ենք արդեն անցում կատարել, որովհետև այն ակնկալիքները, որ ձևավորված են մարդկանց փորձառությունից, նախընտրական շրջանում սկսվում է հիմք դառնալ որոշակի նարատիվների, տարբեր քաղաքական եւ ոչ միայն քաղաքական, նաեւ արտաքին ուժերի կողմից գեներացվող, նարատիվներ, թե ինչն է կարևոր, ինչն է դրված, սեղանին այս ընտրություններին եւ ինչի համար է պետք գնալ քվեարկել այս կամ այն ուժին, սրանք սկսում են արդեն լայն տարածում ստանալ ու մենք ուզում ենք այս զրույցների ընթացքում նաեւ բացահայտենք, թե ձեր դիտարկումներով հենց համայնքներում դուք ինչ եք տեսնում, թե ինչպիսի նարատիվներ կան այս նախընտրական շրջանում, որոնք որ ձեր տրամաբանությամբ, ձեր կարծիքով հենց կապվում են մարդկանց ընտրություններին որոշակի վարքագիծ դրսևորելու հետ, տարածվում է որոշակի նարատիվ, որպեսզի մարդիկ
կամ ընտրեն ինչ-որ ուժի, կամ որոշակի մասնակցություն կամ չմասնակցություն ունենան ընտրություններին։ Ինչ եք տեսնում այս ընթացքում համայնքներում այդ նարատիվների առումով։ Ուրեմն կարող եմ այս պահին նշել շատ տարածված նարատիվ է մեր համայնքում թոշակների հետ կապված։ Ընդ որում այս նարատիվը օգտագործում են թե իշխանական կողմը եւ թե ընդդիմադիր կողմը, շատ յուրահատուկ նարատիվ է, ուրեմն ընդդիմադիրները ասում են, որ տեսեք, թոշակը բարձրացել են, որովհետեւ երբ որ ընտրվեն, թոշակը նորից պիտի իջեցնեն։ Իսկ հիմա իշխանությունները բարձրացրել են թոշակը, որ ընդամենը 3 ամսով, այո, հետո ընտրվելու են հետ փոխել։ ասում են լեգալ կաշառք է, այսինքն դա երբ որ ընտրվեն, թոշակը նորից պիտի իջեցնեն եւ հակառակը իշխանականները օգտագործում են, որ այ տեսեք մենք թոշակը բարձրացրել ենք, բայց եթե մենք չընտրվենք, հաջորդ քաղաքական ուժը երբ որ ընտրվի, նորից գալու է ու թոշակը իջեցնի։ Ու դա շատ ազդում է թոշակառուների այսպես մտածելակերպի վրա, իրենք շատ ծանր են տանում այդ մասը։ Ես այդտեղ ուղղակի ավելացնեմ, ինչի համար է, հա, այդ նարատիվը հենց այնտեղ շատ տարածվում կամ շատ շահարկվում, որովհետև պետք է փաստենք, որ գյուղերում երիտասարդությունը նվազ է, հատկապես կան գյուղեր, որտեղ որ գրեթե երիտասարդությունը շատ չնչին տոկոսներ է կազմում եւ մեծ մասը բնակչության թոշակառուներ են, այսինքն ընտրել են սեգմենտ եւ այդ սեգմենտի վրա աշխատում են, այսինքն աշխատող նարատիվ է թոշակառուի վրա, որը քիչ տեղեկատվություն ունի, քիչ ինֆորմացված է եւ նրա վրա հեշտ է ինչ որ ձևի ազդել, հա, այսպես ասած։ Դրա համար այս նարատիվը ինքը այնտեղ աշխատում է, հա։ Խոսույթը մի քանի տեղերից գալիս է, ինքը կապված է դե ասեմ, այս պատերազմ խաղաղությունը շատ է արծարծվում, բայց սա մի քիչ ավելի անգամ Հայաստանից դուրս խաղաղության մասին է խոսքը, օրինակ երբ որ վտանգ կա, որ անգամ հայ զինվորները կարան ծառայեն ռուսական բանակում ընդդեմ Ուկրաինայի պատերազմեն, հա, եւ ոնց որ էլի վախի մթնոլորտ ստեղծել, հա, այդ տարիքի շրջանի մարդկանց երիտասարդների մոտ։ Իրականում ինձ թվում է իջն է հատկապես հետաքրքիր, մենք տարբեր համայնքներում շատ նկատում ենք, որ այս խոսույթը տարբեր կողմերից քաղաքական ուժերի կիրառվող, որ եթե մենք չլինենք, այսինչ վատ բանը տեղի կունենա, այսինքն ինքը շատ միտված է մարդկանց մոտ վախ առաջացնելուն ու վախը դարձնելը այն հիմնական ոնց որ մղող բանը, հա, գործոնը, որով որ դու պետքա գնաս ընտրություններին մասնակցես ու ինչ որ ուժի կողմ կամ դեմ քվեարկես, որովհետև վախենում ես ինչ որ բանից, ու ինձ թվում է այս շատ կարևոր է ֆիքսելը, որ քաղաքացիները տեսնեն արդյոք ընդհանրապես ինչի է այդ նպատակը դրվել, հա, ինչի հենց վախի միջոցով, որովհետև շատ բնական է, որ մարդիկ անհանգստանում են իրենց սոցիալական վիճակի հետ կապված կամ անվտանգության հետ կապված, հա, ունեն մտահոգություններ աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումների, որը որ կարող է ավելի խոցելի դարձնի Հայաստանի անվտանգությունը կամ, չգիտեմ, հա, սոցիալական ապահովությունը, թոշակների ապահովագրության եւ այլն։ Սա շատ բնական անհանգստություններ է, որ մարդիկ ունեն, բայց մենք շատ ենք նկատում, որ այդ նարատիվները ծայրահեղացնում են կամ ստեղծում են այնպիսի կոնֆլիկտային վիճակներ, որտեղ որ մարդ ստիպված է իրական անհանգստությունը հասցնում է մի հատ ավելի վախենալու մակարդակի, որ եթե ես հիմա սա չանեմ, ամեն ինչ կորցնելու եմ։ Ու վախը գիտենք, որ շատ բան է, էլի ազդեցիկ միջոց է մարդկանց վարքագծի վրա ազդելու ու ինձ թվում է շատ կարևոր է, որ մի քիչ այդ քննադատական մոտեցումը մենք կամաց-կամաց ձևավորենք։ Արդյոք վախից ելնելով մենք կարող ենք ազատ ընտրություն կայացնել, թե չէ։ Հա, օրինակ Ֆերմինը նշեցի, էլի, թոշակառուները եթե պետքա վախով գնան ընտրություններին, որ ինչ-որ բան փրկեն կամ ինչ-որ բան կանխեն։ Ընդ որում իրենք վախենում են երկու ուժի ընտրվելուց էլի, այսինքն ցանկացած դեպքում իրենց թոշակը ամեն դեպքում կտրվում է, հա, ինչ է լինի։ Հա, ստացվում է այս դեպքում ինչ է լինի թոշակը, բայց հենց այդ է, էլի, այդ անգամ նույնիսկ հետ ընտրական վիճակում այդ վախի վրա ձևավորված, հա, միջավայրը ինքը մեզ խոցելի է դարձնում։ Չի կարող քաղաքացին ազատ իր ընտրությունը կայացնի, եթե իրան առաջ է տանում այդ վախի զգացողությունը, հա, ու շատ կարևոր է, որ մենք հասկանանք այդ դա միտումնավոր է հաճախ արվում, այդ վախը ստեղծելը, որովհետև վախից մեջ գտնվող մարդկանց շատ ավելի հեշտ է ուղղորդելը, մանիպուլացնելը, այդ վախի մեջ շատ հեշտ է մարդկանց ինչ-որ փրկիչներ առաջարկելը, հա, վախեցնել պոպուլիստների շատ հայտնի, հա, տակտիկաներն ամբողջ աշխարհում, չգիտեմ, կիրառվում է միգրանտները հեսա կգան ձեզ կուտեն, չգիտեմ, հա, այս աչականները կամ ձախականները կգան այս ինչ ռեֆորմը կանեն ու դու կկորցնես ինչ որ բան,
ու գալիս է պոպուլիստ առաջնորդը, որը որ պետքա փրկի, հա, ու շատ կարևոր է որ քաղաքացիները ինձ թվում է իրականում քաղաքական ուժերին այդ պահանջը ներկայացնեն, որ մեզ ավելի կոնստրուկտիվ օրակարգ է պետք։ Այդ վախերը, անհանգստությունները մենք sense tenants ունենք։ Մենք հա շատ տարբեր դժվար ինչ-որ փուլերի միջով ենք անցել, մենք ունենք այդ անհանգստությունները։ Քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի ոչ թե գալ այդ անհանգստությունը սրել, հասցնել պանիկայի մակարդակի, այլ ընդհակառակը, որ ավելի կոնստրուկտիվ, չէ, ինչ-որ օրակարգ ներկայացնել մարդկանց, որ մարդկանց մոտ ինչ-որ հույս առաջանա կարելի է այս վիճակից դուրս գալ։ Քանի որ նաև Հերմինեն նշեց, որ շատ են սեզոնային աշխատանքի գնացողները, այսինքն խոպանչիները, այսպես ասած, շատ կարևոր է հաշվի առնել, որ խոպանչիները կոնկրետ մի երկիր են հիմնականում գնում, այդ երկիրը Ռուսաստանն է, եւ բնականաբար աշխատելով կամ վերադառնալով իրենց համայնք, իրենք նույնիսկ ոչ հատուկ բերում են որոշակի նարատիվներ իրենց հետ, հա, այնտեղից Ռուսաստանից։ Եվ որոնք որ միգուցե նաև ոգևորիչ լինեն, ինչ որ, չգիտեմ, հա, պատկերացրեք ինչ որ համայնք, որտեղ կան մարդիկ, այն սերունդն է եղել, որը որ, չգիտեմ, առաջի Ղարաբաղի Արցախյան պատերազմում պատերազմել է, չգիտեմ, ինչ որ ժամանակ ունեցել է այտենց հաղթողի զգացում, հա, ասենց ասած, եւ հիմա մի խոսքով փոխվել է իրավիճակը եւ գալիս է ասենք նարատիվ Ռուսաստանից, օրինակ, ես կոնկրետ խոպանչի գյուղ բերած նարատիվ եմ ասում է, որ մինչև 30 թվականը, այսինքն ու հստակ անուն տալիս է, օրինակ Պուտինը, այնպես է անելու, որպեսզի այդ իրավիճակը նորից փոխվի, այսինքն դիոքե, հա, դեպի հայերի, հա, ու սովորական գյուղացիներ, որոնք որ, չգիտեմ, արտաքին աշխարհի հետ իրենց համար շփվելը նույն խոպանչու միջոցով, այսպես ասած, եւ միգուցե մարդ սկսի դրան հավատալ ու դու տեսնում ես, որ ինքը եկել է հստակ հավատքով է եկել, ինքը դա հավատով է ասում, որովհետեւ այնտեղ որոշակի շրջանակներից ինքը լսել է, իսկ այդ շրջանակներին ինքը միգուցե լուրջ է ընդունում նույնիսկ, հա, այսինքն նման նարատիվներ կան, օրինակ շատ հետաքրքիր է այդ դրսից եկած խոպանչիների մասով, հա, օրինակ ինչ զրույցներ, ես կարող եմ էլի ավելացնել, հա, օրինակի համար շատ է ներս բերվում, չգիտեմ, հա, անվտանգային տարբեր հարցեր, իդեպ ոչ միայն, հա, կապված Ղարաբաղի հարցի հետ, այլ նաև օրինակ Թուրքիայի հետ, հա, այսինքն եւ այլն, տարբեր հարցեր են բերվում, հա, ու այն էլ հենց Ռուսաստանից են ներմուծում, օրինակ նման դեպքում այդ խոպանչիների շրջանում, եթե տեղյակ եք, ինչ են խոսում այդ։ Շատերը ասում են, այ որ եթե Ռուսաստանը ունի իր նախընտրած տեխնացուն, եթե լինի իրենց նախընտրած տեխնացուն, Հայաստանի համար շատ լավ է լինելու, այսինքն Հայաստանը գազի գնի այդպես խնդիր չի ունենալու, այսպես անվտանգային խնդիր չի ունենալու, հիմնականում դա ինչ ավելի շատ շահարկում։ Այսինքն այդ նույն կյանքի լավ որակի հետ կապված է, այսինքն մարդկանց կյանքը ինքը պետք է այդպես արարել, այսինքն մենք հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանում կյանքի որակը շատ վատն է եւ օրըստօրե էլ ավելի է վատանում, բայց բերում են այդ հա նարատիվը դրախտային, այսինքն եթե օրինակ համերաշխություն կա, ոչ թե Ռուսաստանի, այլ կոնկրետ Կրեմլի հետ, հա, այսպես ասած համերաշխություն կա, ապա լավ է լինելու կյանքը։ Բայց հակառակն է ավելի շատ աշխատում, վախեցնելը, որ եթե, հա, չլինի, եթե վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, ինչ կատաստրոֆիկ մանա լինելու ու դա էլի տանում է, որ եթե չես ուզում այս սարսափելի բաները տեղի ունենան ու դա տարվում է NPC գծով, որ հա իրականում քո կյանքը կտրուկ փոխվելու է, եթե հանկարծ դա տեղի ունենա, հա, կարծես դրա դեմ ոչ մի բան անելու չկա։ Այդ ես որ ասում եմ, այդ կոնստրուկտիվ օրակարգի պակասը, հա, օքեյ, նույնիսկ եթե խոսում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, ինչ կոնստրուկտիվ օրակարգով են քաղաքական ուժերը գալիս մարդկանց հետ խոսում, փոխանակ վախեցնեն, ասեն, գիտես, էս կլինի, եթե չգիտեմ, իմ տպավորությունն է, բայց կուզեմ ասեք, էլի, այդ վախի էմոցիան գերակայում է ընդհանրապես այս նարատիվների մեջ, թե ուրիշ բաներ եք տեսնում։ Հա, հիմնականում հենց այդ վախի էմոցիան ազդում է մարդկանց վրա։ Շարունակելով Խոպանի Ռուսաստանի հա մասը, ես ինչ որ չափով կարող եմ հասկանալ մարդկանց, ով մի հատ ամեն ինչը իր սեփական շահերի պրիզմայից անցկացնում,
որովհետև եւ վախնել է, հա, այդպիսի մի էմոցիա, բայց տեսեք, լսել եմ հետեւյալը շատ ռուսաստանաբնակ մարդկանցից, ովքեր բավականին երկար տարիներ այնտեղ են ու ահագին կտրված են Հայաստանի ներքին, չասեմ ներքաղաքական, անգամ ինչա կատարվում այստեղ, հա, կենց հաղային համայնքներում եւ այլն, եւ ասում են, եթե օրինակ ռուսամետ իշխանություն ունենանք, մեր կյանքը այստեղ կհեշտանա, որովհետեւ մենք ամեն պահի այստեղ բախվում ենք դժվարացված վարչարարության հայերի համար, հա, գներես Ռուսաստանից եկած մարդիկ են ասում։ Չէ, այնտեղ մշտական ապրողները։ Այնտեղ բնակու։ Բայց միևնույն ժամանակ իրենք խոսում են նրա մասին, ինչպես են, օրինակ իրենք այդտեղ հարցերը հեշտ լուծում։ Դրա մասին են խոսում։ Չէ, իրանք դրա մասին չեն խոսում։ Այսինքն, այստեղ բարթանում է, որովհետև չեն սիրում հայերին այստեղ։ Ինչքան չեն սիրում, այդքան մեզ համար այստեղ բարթանում է։ Ռուսաստանը։ Այո։ Եվ եթե ես վստահ եմ այդ մարդը օրինակ հնարավորություն ունենա այստեղ քվարկելու իշխանություն ձևավորելու, արդեն դա ազդելու է իր ընտրության վրա։ Տեսեք, իրանք կտրված են այստեղի։ Հիմա դրա հաջորդ հարցը, մենք ցանցում ունենք արդեն, հա, ֆիքսված, հստակ արձանագրված ահազանգներ էկոակտիվիստների կողմից, այսինքն, որ կոնկրետ տարիներով Հայաստանում չեղած քաղաքացիներ ընտանիքով վերադարձել են մի քանի ամսով օգնելու վերադարձել են հայրենիք, մի 6 տարի Հայաստան չեն եղել, հիմա եկել են մի 3 ամսով եւ նորից հետ են գնալու, հա։ Ստեփանավանում են այդ նու համայնքներում Ստեփանավանի արձանագրվում նման Ընտրական туриզմի։ ընտրական туриզմ, այո։ Դեռ մասիվ չկա, չէ՞, Չէ, կան, բայց այդքան մեծ թիվ չի կազմում, դեռևս օրերը, հա, մոտ չեն, բայց կարծում եմ, քանի օրերը կմոտիկ կանան, այնքան ավելի տարածված երևույթ կդառնա։ Հա, էս էլ կա, որ կարող է սահմանները փակվեն ընտրություններից առաջ, հա, մարդիկ այդ շրջաններում են, որ հա հնարավոր է այդ նախընտրական շրջանում սահմանները փակվեն, ու այդ իմաստով էլի։ Նարատիվը ոնց է ապրում էլի, ըստիս, տեսեք, ինքը պետք է փոխանցող լինի նարատիվը, որպեսզի ինքը մեծանա, ձնագնդիկի պես եւ հավատացող լինի դրան։ Ոնց է, հա, դե հեքիաթների մենք լորեցիները ասում են, որ միամիտ մարդիկ են, իրանք ինչ ասում, հավատում են։ Իհարկե դա մի քիչ չափազանցված է։ Բայց իսկապես, քանի դեռ կուրորեն հավատացողները կան ինչ որ ասած բանի, դրանք ապրելու են այդ նարատիվները եւ խանգարելու են ինչ-որ ձևով մարդկանց։ Հիմա եկեք էքսպերիմենտ անենք, հա, ես օրինակ այստեղից դուրս գամ ու մի հորինեմ ինչ-որ մի բան եւ հնարավոր է որ ես մի քանի օր հետո արդեն մի քանի մարդկանցից դա հետ լսեմ։ Մի քիչ էլ ձևափոխված արդեն իրանց ես կյանքում տենց եղել անեկդոտ եմ հնարել, ստեղծագործը պատմել, մի տարի հետո վերադարձել է ինձ, Եվ պետքա լինեն ինձ թվում է մի քիչ այն օղակները, ովքեր եթե զգացին, որ պետքա կտրվի ինչ-որ մի կետում, լինեն այդ կտրողները ինձ թվում է, որպեսզի եթե դա վնասակար նարատիվ է, ես ունեմ համոզմունք, որ այդ նարատիվը չպիտի մեծանա, չպիտի շարունակվի, գոնե լինեն կտրողներ այդ։ Այս կոնտեքստում ինձ թվում է արդեն կարելի է նաև անդրադառնալ, թե ինչ Որտեվ նարատիվները ի վերջո ոնց խոսում ենք, իրանք ուղղված են ինչ-որ վարքագիծ ձևավորելուն ընտրողների մոտ, ինչ-որ ձև ուղղորդելուն ու հաճախ դա զուգորդվում է նաև ուղղակիորեն ընտրողների նկատմամբ որոշակի ճնշումների, ուղղորդման դեպքերով ու մենք դա ընդհանրապես մենք տեղական համայնքներում տեսնում ենք, որ ցանկացած ակտիվ քաղաքացի ինքը միշտ հայտնվում է ուշադրության կենտրոնում ու եթե լինում է որոշակի շահերի բախում, հա, իշխանությունների հետ, հա, խոշոր շահեր ունեցողների հետ միշտ ճնշման դեպքեր լինում են։ Բայց ընտրությունների ժամանակ մենք ցավոք սրտի այդ մեծ վատ ավանդույթը ունենք, հա, ընտրողներին ուղղորդելու ու շատ կարևոր է, որ նաև համայնքներում ուշադիր լինենք, թե ինչպիսի նման զարգացումներ կան, ինչ որ օրինաչափություններ տեսնում ենք, թե չէ, ու հաշվի առնելով, որ դուք շատ եք հիմա համայնքներում այդ շփումները, խոսակցությունները ունենում, հետաքրքիր կլինի իմանալ արդյոք տեսնում եք ընտրողների նկատմամբ ճնշման, ազդեցության, ուղղորդման ինչ որոշակի ինչ որ երևույթներ, օրինաչափություններ, որոնց նկատմամբ պետք է մենք ավելի ուշադիր լինենք։ Այդպես հստակ ճնշումներ դեռևս շուտ է, որպեսզի բացահայտվեն ճնշումները, բայց ռիսկեր կան, որ ընտրողներին ուղղորդված կտանեն հանրահավաքների կամ խոսակցություններ կան, որ արդեն իսկ մարդիկ փորձում են ընտրողներին ուղղորդված տանել հանրահավաքների։
Նաև այսպես կան այն մասով, որ մարդիկ ինչ որ բան են խոստանում դրա դիմաց, մարդկանց դրա դիմաց ինչ որ բան են խոստանում, դա պիտի ուշադիր լինել, որպեսզի կարողանանք կանխել։ Հուսիկ, դու ինչ ես նկատում։ Ես մի քիչ իմ հին ինֆորմացիաների վրա պիտի հենվեմ, ճիշտ ասած, այս process-ներում էլի դերականատես չեմ եղել հստակ այդպես ինչ-որ բռնաճնշումների դեպքի կամ ուղղորդումների, բայց ասեմ, որ դրանք անխուսափելի են, որովհետև երբ որ այդ ուժը ուզում է ընտրվի, հա, վերընտրվի եւ այլը, ամեն ձևով նաեւ դիմում է ինչ-որ ոչ այդքան օրինական միջոցների, հա, եւ դա շատ դեպքերում գնում է օրինակ այսպիսի մտերմիկ զրույցի տեսքով կարա լինի։ Ժողովուրդ ջան, դե օրինակ այսօրը գիտեք, այս ինչը գալիս է, բոլորով գնում ենք, հա, աջակցում ենք, ասենք ուղղորդումները այսպես փափուկ ավելի բաներով մշտապես լինում են, հա, աշխատավայրերում, հա, հիմնարկներում մենք շատ լավ գիտենք, որ այդպես այդ կոլեկտիվիզմը մեր մոտ աշխատում է, հա, մարդիկ խմբով գնանք, հա, այդ ամեն դեպքում կոլեկտիվիզմն է, թե այդ աշխատակազմի մի քիչ անպաշտպան լինելն է, որովհետև ասում ես, հա, մեղմ ձևով են ասում, հա, ինչ որ հարկադրանք չի, բայց պետքա գնանք այս ինչը անենք ու երբ որ աշխատողը ինքը իրան պաշտպանված չի զգում, ինքը հասկանում է, եթե գործատուի ասածը չանի, ինչ որ հետևանքներ կլինեն, էլի ամեն դեպքում, չէ՞։ Ավելի շատ դա է եւ իսկապես մարդիկ անպաշտպան են, թե օրենքի տեսանկյունից, թե իրականության մեջ։ Օրինակ տեսեք մարդը այն որ մի կերպ այդ աշխատատեղում, այսպես ասեմ, իրանց լեզվով ասած, տեղավորվել է եւ շատ խոցելի է եւ այս խոցելի խմբերը շատ նաեւ զգայուն են այս ձևի հարցերում, այսինքն ինչ որ ձևով այստեղ շողոքորթություն, հա, մի դրական բան անել ղեկավարության համար, այս բաները պետք է շատ մենք ոնց որ հասկանանք, որ տեղի ունենում են։ Եվ սա էլի տարածված բավականին երևույթ է։ Էլի այստեղ մենք գործ ունենք մարդկանց իրազեկվածության պակասի հետ, գիտակցության պակասի հետ, հա, քաղաքացիական իդեպ կամ բիզնեսներ, որոնք որ սնուցվում են կամ կապիտալը ինքը ոչ ժողովրդավարական երկրների կապիտալ է եւ այնտեղ մի քիչ հենց ներսում մի քիչ բարքերը այլ են լինում, այսինքն էլի ոչ ժողովրդավար, այսինքն, հա, ինչպես, հա, այդ երկրներում, հա, այդ կապիտալը կամ այդ ամեն ինչը դրսևորվում այստեղ էլ, հա, այդ որ ասում է շողոքորթություն, դա լավ կյանքից չի։ Այսինքն մարդուն ասում են դու պետքա, հա, ինձ նվիրված լինես եւ այլն։ Մենք այդպիսի երևույթների հետ գործ ունեցել ենք, տեսել ենք, հա, այսինքն հիշենք մի հատ, հա, պատկերացնենք օրինակ ինչ որ գեներալներ, պատկերացնենք դղյակներ եւ պատկերացնենք ինչքան զինվոր է այդ դղյակների կառուցման վրա չարչարվել, հա։ Այսինքն այդի համակարգ է եւ նման համակարգը ինքը դերևս Հայաստանում գործում է, հա։ Շատ դեպքերում մենք պետության մեջ պետություն ունենք, հա, իդեմս բիզնեսի։ Դրանք կարող են լինել ամենատարբեր ոլորտի, այսպես ասած, բիզնեսներ եւ այնտեղ իսկապես, հա, մարդու այսպես ասած արժանապատվությունը երբեմն հավասարեցվում է իր աշխատանքի հնարավորության հետ։ Հիշենք, անուն չտանք, բայց հիշենք, որ Հայաստանում կան դերևս անցյալ ընտրությունների ժամանակ ընտրությունների, որ մի ամբողջ համայնք, որտեղ որ 80% օրինակ աշխատում են կոնկրետ շրջանակում, այդ 80% ձայնը գնացել են, ասենք, կոնկրետ տվյալ շրջանակներին, հա, եւ դա հենց պատահական չի։ Այստեղ է որ կարծում եմ, հա, քաղաքացիական հասարակությունը, չգիտեմ, հա, բնապահպանական համայնքը իսկապես անելիք ունի եւ մենք պետք է ուշադիր լինենք։ Օրինակ ես ինչ եմ նկատել վերջերս, նայում եմ, պտտվում եմ, տեսնում եմ, որ ոչ ժողովրդավարական ուժերին պատկանող կապիտալի sense շուրջ ինչ որ աժիոտաժ է գնում, հա, sense, չգիտեմ, կարող են լինել sense շարժումներ, մեքենաներ գնան, գան, sense եւ այսինքն այնպես չի, ինչպես եղել է, ասենք 3 ամիս առաջ, հա, այսինքն մի հատ աժիոտաժ է ստեղծվել, հա։ Դրան զուգահեռ դու տենում ես, որ ինչ որ քրեական տարրեր են օրինակ սկսել ակտիվանալ կամ
տեսնում ես, որ մարդկանց, օրինակ, չգիտեմ, տաքսիստներին ներգրավում են ինչ որ process-ների մեջ եւ հետո տաքսիստը շատ գող ասում է լավ պարգևատրեցին ինձ, այսինքն ինչ որ մարդկանց տեղափոխելու համար։ Այսինքն նման համեմված գործողությունների շարքի ականատեսն եք լինում տարբեր տեղեր։ Կարծում եմ, որ չգիտեմ, Ստեփանովան անմասն է նման երևույթներից, թե չէ։ Չէ, իհարկե դեռևս գրքերը չեն թեժացել նախընտրական, բայց կարծում եմ անմասն չի լինի։ Բայց նկատվում է։ Այո, արդեն նկատվում է, իհարկե։ Եկեք այդ դեպքում խոսենք ոնց է պետք է ամեն ինչին հակազդել ու ոնց է պետք նույնիսկ ավելի շատ մտածենք նրա մասին, թե համայնքի դիմակայունությունը, դիմադրողունակությունը այս երևույթների նկատմամբ ոնց է պետք բարձրացնել, որովհետև մի կողմից մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ այդ խոստումներ տալ բան միշտ էլ եղել են, կեղծ խոստումներ, բայց երբ որ խոսում ենք կեղծ նարատիվների մասին, հաճախ իրանք շատ համակարգված բնույթ են կրում ու շատ, վերջերս մենք շատ ենք խոսում հիբրիդային պատերազմների մասին, տեսնում ենք ոնց են տարբեր նարատիվներ գեներացվում Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից ու ինչ որ ձևով ներմուծվում Հայաստան, այս երևույթին մենք դեռ պատրաստ չենք։ Մենք որպես հասարակություն հələ նոր ենք sense մարտահրավերների առաջ կանգնում ու գործիքակազմը նոր է, փոխվում է, պետքա մենք էլ կամաց հասկանանք ոնց է պետք դրա դեմ պայքարել։ Որտեղ եք տեսնում մեր հնարավորությունը, կարողությունը որպես ակտիվիստներ, ակտիվ քաղաքացիներ, բնապահպաններ, չգիտեմ, հասարակական կազմակերպություններ, ովքեր այս process-ներում ներգրաված են, ինչ կարող ենք մենք անել համայնքներում, որովհետև շատ է խոսվում օրինակ չեմ, փաստեր ստուգելու մասին եւ այլն։ Այդ գործը մեդիա դաշտը շատ պատշաճ անում է, բայց համայնքային մակարդակում հենց հողի վրա մարդկանց հետ զրույցներում, աշխատանքում իսկույն մեծ բաց կա ու ես կուզենայի, որ դուք այդ մասով մի քիչ կիսվեք ձեր մտքերով, պատկերացումներով, թե առաջիկա 2 ամսվա ընթացքում մեր ֆոկուսը ինչի վրա պետք է լինի, որպեսզի թույլ չտանք քաղաքացիներին մանիպուլացնել, թույլ չտանք, որ իրանց այդ ազատ ընտրության վրա տարբեր տեսակի ուղղորդումներով ու կեղծ նարատիվներով կարողանան ազդել։ Ես կուզենայի ուղղակի ավելացնել բացի ուղղորդումները, նաև ապաթիաները, ուղղակի որ մարդիկ չգնան, օրինակ չգնան, այդ էլ կա, Մարդիկ իսկապես հատկապես հեղավոր գյուղերում անտեղյակ են շատ իրադարձություններից եւ երբ որ մարդը իրազեկվածության պակաս ունի, ինքը հեշտորեն ընկնում է տարբեր ինֆորմացիոն թակարդների մեջ։ Մի լավ եղանակ մարդկանց ինֆորմացնել, իրազեկել եւ ինչ որ գործիքների միգուցե ծանոթացնել, օրինակի համար, եթե հիմա բոլորը ինտերնետ ունեն եւ ամեն ինչ կարդում են, բայց բոլորը չի որ կարողանում են ֆիլտրել, կամ բոլորը ամեն ինչ լսում են տարբեր մարդկանցից, թեկուզ մարդը մասնակցել է 10 հանրահավաքի ու չի կարողանում հասկանալ հիմա ով ինչ ասեց։ Այո, պետք է ինչու է մասնակցել։ ոնց որ ուղերձները ինչեր եւ այլը, բայց այդ մարդիկ ամեն օր հսկայական ինֆորմացիա են ստանում իսկապես։ Եվ շատ եմ լսել, ձեզ հետ էլ է հավանաբար եղել, օրինակ սա էս ասում, նա այն ասում, լավ մի բան ասա, դու շատ ես ենթադրենք շփվում, շատ ես աշխարհտես, մի բան ասա, մարդիկ իսկապես հույս են դնում մեկի վրա, իրանց պետքա մեկը, ով մի ձևով լույս կստփռի ինչ որ բաների վրա։ Իհարկե չստանձնելով այդ ճիշտ ու սխալ անողի դերը, վերջնական ինստանցիայի ճշմարտություններ տվողի դերը, բայց ամեն դեպքում քաղաքասարակության անդամները, ովքեր իրոք սրտացավ են, որ մարդիկ իրազեկված լինեն, թող հարցեր տան, թող ասեն մի հատ եթե կարդում եք այս բանը, սոցիալ մեդիայում, այս ձևով փորձեք նաև դրա կողքին մի ուրիշ բան էլ դնել, համեմատել, խաչաձև այդ ինֆորմացիան դնել իրար կողքի ու փորձել ձեր բանը դուրս բերել, եզրակացությունն անել։ Սա շատ կօգնի եւ այո, ընտրությունները թեժ շրջան են։ Ես պիտի մի բան ասեմ անկեղծ, ես ինչ որ ձևով սիրում եմ այս ընտրությունների շրջանը, որովհետեւ որովհետեւ ինքը այո աշխուժություն է բերում եւ շատ սոցիալական, հասարակական այն ցցուն խնդիրներ բերում այսպես ջրի երես, եւ ոմանք այո նաև ժամանակն է, այս ընտրաշրջանը ժամանակն է նաև, որ ոմանք նաև միգուցե հղկվեն, էլի մարդիկ մի քիչ, ես հավատում եմ, որ ամեն ընտրությունը իրոք մարդկանց մի քիչ հասունացնում է այդ իմաստով։ Անկամ եթե ինքը չգնա էլ ընտրության, բայց ուզում ենք ամեն դեպքում, որ այդ կարևոր իրանց այդ քաղաքացիական իրավունքը իրացնեն, ասենք ամեն դեպքում գնան,
բայց ամեն դեպքում եթե չգնա այլ մարդը ինքը այս process-ներից գոնե շահած դուրս գա ինչ-որ ձևով, հա։ Իրականում ինձ շատ կարևոր բան է նշում այդ քննադատական մտածողության ձևավորումը, որովհետև շատ հաճախ մենք ոչ այդքան պետքա փաստերի ստուգմամբ զբաղվենք, ինչքան մեր մոտ զարգացնենք այն հմտությունը, կարողությունը ամեն անգամ հարցնելու, թե այս նյութը շրջանառող է, այս տեղեկությունը շրջանառող է, ինչի է սա անում։ Հա, ինչ մոտիվացիա կա սրա տակ, ինչքանով է հա արդյոք սրա նպատակը ինչ-որ ինֆորմացիա փոխանցելն է, թե իմ մոտ ինչ-որ ռեակցիա առաջացնելն է, հա։ Այդ տեսանկյունից շատ հետաքրքիր է, էլի, այն օրինակը, որ դու բերեցիր թոշակների, որտեղ ստացվում է երկու կողմն էլ նույն բանն են ասում, այսինքն այստեղ չի կարող նենցել նույնիսկ լինի, որ ճիշտը մեջտեղում է, հա։ Այդ հարցը տալը, թե ժողովուրդ, այս ինչի են սա մեզ ասում, շատ կարևոր է։ Նու նկատում ես ինչ դեպեր կա, որ միգուցե այդ կեղծ նարատիվներին պետքա կարողանանք արձագանքել, ինչ որ մեթոդներ, բաներ, ինչ կարող են մեր քաղաքացիները ի վերջո անել, որ անընդհատ այս սրա տակ չխճճվեն, չճնշվեն։ Շատ կարևոր է, որ քաղաքացիները իրենց դեմը տեսնում են մեկին, ով անկողմնակալ է, որ ոչ մեկին չի ներկայացնում ու ոչ մեկի կողմից չի, այսինքն ուղղորդում է քաղաքացուն տալ այնպիսի հարց, որ հասկանա իրեն ասվածը իրականում ինչի համար է իրեն ասվել։ Հենց կոնկրետ այս թոշակների նարատիվը, այսինքն իրենք մի հատ պարզեն, թոշակները ինչի պիտի իջեցնեն, իշխող ուժը բացրացել է, ինչի պիտի հետագայում իջեցնի, կամ որ հաջորդ ուժը եկավ։ Իրեն էլ պետք չէ, որտեղ աշխարհում չկա այդպիսի պրակտիկա համենայն դեպս մինչև հիմա, որ թոշակ բարձրացված թոշակը նորից իջեցնեն։ Հա, բայց ուրիշ բան կա, օրինակ թոշակային ոչ ժողովրդավարական երկրներ կան, որոնք ճգնաժամից ելնելով հիմա թոշակառուների շեվը բարձրացնում են։ Ուզում ասեմ ուրիշ բաներ կան։ Դերերքը գտնեմ, բայց հենց այդ այն, սումա իմաստը հենց այդ հարց տալը շատ կարևոր է, նշեցիք նաև այդ համայնքային մակարդակում վստահելի մարդիկ ունենալը, հա, մարդիկ ովքեր որ կուսակցականապես ինչ-որ կապեր չունեն, աֆիլիացված չեն ու իրանց անշահախնդրությունը հարցականի տակ չի կարող դրվել ու նաև ես սրանք ավելացնեմ, մենք պետքա սովորենք քաղաքականության մասին խոսել մեր համայնքներում, որովհետև ճիշտ է ընտրությունների ժամանակ շատ ակտիվ անում ես խոսակցությունները, բայց նաև այդ միջակայքում էլ ընտրությունից ընտրություն այդ միջակայքում շատ կարևոր է որ մենք կարողանանք քաղաքական թեմաներով խոսել առանց մտածելու որ սրանով մենք ինչ որ մտանք կեղտոտ խաղի մեջ որովհետև հետո գալիս է այն պահը երբ որ այս թեմաների մասին պետքա որոշումներ կայացնել գնալով ընտրությունների ու մարդիկ հայտնվում են շատ խոցելի վիճակում որովհետև շատ հեշտությամբ մանիպուլացվում են կեղծ հա խոսույթներով նարատիվներով Շատ մերսի այս դեր փորձով ու մտքերով կիսվելու համար, Օլեգ դու ինչ կասես։ Ես կարծում եմ հետեւյալը, նայեք ոնց է, հա, օրինակ բերեմ, որ ամիսներ շարունակ, երևի ոչ թե ամիսներ, նույնիսկ տարիներ։ Մի 2-3 տարի առնվազն կա այն փորձագետների մեծ խումբ, ես մի քիչ ավելի բարձրացնում եմ, հա, այսպես ասած, նարատիվների շեմը։ Նախ սկսենք նրանից, որ ովքեր, որ ամենաշատը, ով կարող ամենաշատը նարատիվների զոհը լինել Հայաստանում, դա բնապահպաններն են, էկոակտիվիստներն են, ընտրություն ժամանական նարատիվները սենց գալիս են գնում են, բայց բնապահպանների նկատմամբ ամենօրյա ռեժիմով իրենց համայնքներում նարատիվներ են ստեղծվում եւ տարածվում, եւ ժամանակը ցույց է տվել նաեւ թե ինչպես պետք է պայքարենք, հա, սովորացրել է մեզ այդ կեղծ նարատիվների դեմ։ Շատ կարևոր է այդ պայքարը հասցնել ամենաներքևի օղակ ու բոլոր, հա, ոլորտներում, նույն թոշակառուների հետ զրույցում էլ այսպես ասած։ Եկեք հիշենք, երբ որ Արմանիսում հանք էր բացվում, հաստատ այդ գյուղացիներին, որտեղ ես 100 անգամ հանդիպել եմ այդ գյուղացիների հետ, իրենց խոստանում էին մի հատ մեծ ապագա զարգացում, քիչ էր մնում հասկանանք, որ այնտեղ մետրո էլ է գործելու, էլ այսինքն հիմա գնում ես ամայացած տարածք, բնակչություն չկա գրեթե եւ այլն, հա, այսինքն այդ կեղծ նարատիվը այնտեղ աշխատել է ժամանակին եւ որևէ մեկը այդ կեղծ նարատիվի դեմ չի պայքարել, բայց մի քիչ բարձրացնենք հայաստանյան համատեքստին, հիշենք, որ տարիներ շարունակ մի 2-3 տարի կային փորձագետների խումբ, որոնք որ ասում էին երբ որ Իրանի վրա Ամերիկան հարձակվեց, անմիջապես մենք Սյունիքը կորցնելու ենք։ Այսինքն այդ նարատիվը դու տես ինչքան է, հա, գեներացվում վախ։ Այսինքն ժողովրդի մեջ վախ է գեներացվում, այսպես ասած, երբ որ օրինակ իշխանությունն է դրան հակադարձում, հա, ասելու են դե օրինակ, չգիտեմ, իշխանությունն է հակադարձում, ինքը բնականաբար, այստեղ շատ կարևոր է, որպեսզի
իսկապես ժողովրդի հետ բացատրեն ու ասեն, որ տարածք կորցնելը ինքը ուղղակի ինչ որ հանգամանքներից պայմանավորված չի կամ պաշտպանելը, այսինքն տարածքը պահպանելը, այսինքն այստեղ պետք է լինի, հա, կոնկրետ համակարգ, այսինքն պետությունը պետք է ունենա այն բոլոր, հա, այսինքն մեխանիզմները, որով ինքը թույլ չտալի, որպեսզի դա տեղի ունենա։ Ունենք մեխանիզմները չի լինելու, չունենք լինելու է։ Բայց քանի տարի մեր ժողովրդի վրա, օրինակ այդ մի նարատիվը, դրանք հազարավոր են, աշխատեց մարդիկ հավատացած էին, որ օրինակ միակ երաշխավորը Իրանն է, երբ որ Իրանի հետ մի բան եղավ, վերջ, կորցնում ենք։ Չաշխատեցինք, այսինքն այդ նարատիվի հետ կամ շատ երկար աշխատեցինք, այսպես էլ տեղական մակարդակում, այսինքն մենք պետք է տեղական մակարդակում հստակ աշխատենք եւ այո, այդ բնապահպանները իրենց հերթին կամ ակտիվիստները համայնքային կամ քաղաքացիական հասարակությունը տեղում պետք է լինի այդ ամեն ինչի դիմակայողը, դիմակայությունը ապահովողը եւ ոչ միայն նարատիվների մասով, այլ նաեւ պետք է գոնե քաղաքացի լինեն, այսինքն ժամանակին կար այդպիսի, հա, քաղաքացի դիտորդ, ես ինքս եղել եմ ընտրությունների ժամանակ, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի դիտորդ եւ արձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք նաեւ նարատիվներից դուրս են։ Այսինքն, չգիտեմ, վարչական ռեսուրսների չարաշահում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բիզնեսի, չգիտեմ, եւ այլ շրջանակների կողմից։ Քրեական ենթամշակույթը կրող տարերի կամ նախկին այսպես ասած պաշտոնյան հանդիսացող մարդկանց ինչ որ ազդեցության գոտիներում ինչ որ անօրինական գործունեություն իրականացնել, այսինքն այդ ամեն ինչը պետք է արձանագրվի եւ պետք է շատ կոշտ հասարակությունը արձագանքի այդ բոլոր երևույթներին։ Այո, ու առաջկա երկու ամիսը այս մեր բանն է, հա, շատ կարևոր շրջան է, ինձ թվում է մեր հանձնառությունը քաղաքացիների ազատ իրազեկված մասնակցությունը ապահովելու կամ նույնիսկ չմասնակցության դեպքում այդ գիտակցված որոշումը լինի, որ չեմ մասնակցում, այլ ոչ թե այն հուսալքվածությունը, որը որ մարդկանց պարտադրում են, հա, կարևորը որ այդ ժողովրդավարական process-ները պաշտպանված լինեն, կարևորը որ քաղաքացիները ոչ թե վախից ու մանիպուլյացիայից դրդված մասնակցեն կամ չմասնակցեն, այլ իրականում իրենց շահիտ, իրենց համայնքային շահիտ, իրենց արժեքներից բխող որոշում կայացնեն ու այդ տեսանկյունից շատ կարևոր է լինելու դեր աշխատանքը նաև առաջիկա ամիսներին ու մենք շարունակենք կիսվել նաև մեր լսարանի հետ թե ել ինչ ենք արձանագրում համայնքներում ու նաև երևի կոչ կանենք մեր դիտողներին, եթե իրենք էլ արձանագրում են այս թեմաների վերաբերյալ ինչ որ դեպքեր եք նկատում, խոսակցություններ եք նկատում կամ ինչպես Օլեգը նշեց, ընտրողների նկատմամբ ճնշումներ, սահմանափակումներ, ուղղորդումներ, այս ամենը կարող եք նաև կիսվել մեզ հետ, հատկապես որ մենք փորձելու ենք այս տարբեր համայնքներից մեր ցանցի անդամների հա հետ զրույցներ ունենալ, իրենց հետ կճանաչեք, իրենց հետ էլ կարող եք կիսվել ու մենք հետևողական կլինենք քաղաքացու ձայնը պաշտպանելու հարցում։ Այո։ Եվ դրա համար մեր ոդքասթները կարող եք դիտել Քաղաքացու ձայնը մեդիա հարթակի վեբկայքում եւ սոցիալական ցանցերում եւ շուտով կհանդիպենք։ Կարևոր է որ մենք կարողանանք քաղաքական թեմաներով խոսել առանց մտածելու։ Պահպանների նկատմամբ ամենօրյա ռեժիմով իրենց համայնքներում նարատիվներ են ստեղծում եւ տարածվում եւ ժամանակը ցույց է տվել նաեւ թե ինչպես հավատում են, որ ամեն ընտրությունը իրոք մարդկանց մի քիչ հասունացնում է այդ իմաստով։ Անկամ եթե ինքը